Մեկնաբանություններ կներկայացնեմ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մասին և նաև հարակից մեկնաբանություններով հանդես կգամ, որը նաև որոշ չափով կարող է ուղղակիորեն կապված չլինել փաստաթղթի հետ, բայց անուղղակի անպայմանորեն կապված է։ Եվ այսպես Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը ներկայանում է որպես զարգացման ուղենիշ, որի նպատակն է վերանայել և ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքը ու պետական ինստիտուտները։ Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ սա ըստ էության ուղենիշ է և հայտարարություն է մեր մտադրությունների մասին։ Ընդհանուր առմամբ կարծում եմ այս համատեքստում լավ կլինի, որ մենք կառավարության կողմից ընդունվող ռազմավարությունները և ռազմավարական նշանակության փաստաթղթերը ճիշտ տեղում դնենք մեր կառավարման համակարգում։ Ռազմավարությունները առաջին հերթին մտադրությունների բարձրաձայնում են և անելիքների պատկերացումների համախմբված դրսևորում, որովհետև էլի եմ ասում, չնայած ոչ միայն ռազմավարական փաստաթղթերը, օրինակ տեսեք մենք անդադ ընդունում ենք պարբերաբար բնականաբար որևէ թվականի պետական բյուջեն և պետական բյուջեն էլ ինքը մտադրությունների մասին հայտարարություն է։ Մեր իրականության մեջ հաճախ այս նրբությունը չի ընկալվում, որովհետև երբ որ բյուջետային տարին սկսվում է և ոմանց թվում է, թե եթե մենք բյուջետային տարվա համար պլանավորել ենք, որ ենթադրենք այսքան տրիլիոն ծախս պիտի անենք, ուրեմն կառավարությունում կա մի սենյակ, որտեղ այդքան տրիլիոն գումարը դրած է և մենք ամեն շաբաթ կամ ամեն օր գնում հաշվում ենք, բանով կանխիկ կամ անկանխիկ բաշխում ենք և այդպես է գնում։ Ոչ, դրա մասին չի։ Հունվարի 1-ի տվյալ թվականի բյուջեի հավաքագրումը սկսվում է տվյալ տարին սկսելու առաջին վայրկյաններից։ Այլ բան, որ քանի որ մենք նախորդող տարվա բյուջե ենք ունենում և այդ բյուջեում երբ որ լավ է լինում գործերը լինում են մնացորդներ կամ միշտ չի, որ դա լավ գործի արտահայտություն է, որովհետև երբեմն մենք դա լավ չենք գնահատում, որովհետև այդ նշանակում է ծախսային մասը այդքան էլ լավ չենք արել։ Բայց ամեն դեպքում, այսինքն այդ շարունակականությունը ապահովում է, բայց մեկ է տվյալ տարվա բյուջեն սկսվում է, երբ որ նոր տարվա այն զանգերը սկսում են խփել, որ շամպայն նվաճակ բարձրացնում են, այդ բյուջեն այդ պահից սկսվում է, այդ պահին բյուջեում այդ տարվա հավաքագրումը 0 է։ Այդ պահից ամեն ՀԴՄ, ամեն գործարք գեներացվում է, հաշվետու շրջանը, որը մինչև հաջորդ ամսվա 20-ն է, տնտեսվարողները ներկայացնում են հաշվետվությունը և բյուջեն հավաքագրվում է, և քանի որ դոկտրինի հետ ուղիղ կապ չունի, բայց այնուամենայնիվ արձանագրեմ, որ 2025 թվականի պետական բյուջեի պլանը, այն թիվը, որը ընդունվել է ազգային ժողովում 2024 թվականի դեկտեմբերին, բյուջեի եկամուտները մենք 100.2%-ով կատարել ենք, այսինքն որոշակիորեն գերակատարել ենք։ Տարվա ընթացքում մենք մեր ամբիցիաները բարձրացրել ենք, մեր պլանավորումը, այսինքն ճշտել ենք պլանը և բյուջեի եկամուտների մեր կանխատեսումը ավելացրել ենք, այդ կանխատեսումից մի քիչ պակաս ենք հավաքել, բայց ի սկզբանե պլանավորածից հավաքել ենք ավել, այսինքն բյուջեն գերակատարվել է այս տրամաբանությամբ։ Հիմա վերադառնալով դոկտրինին և վերադառնալով ուղենիշին, ինչի մասին է այս փաստաթուղթը։ Այս փաստաթուղթը նրա մասին է, թե մենք հիմա որտեղ ենք գտնվում և դեպի ուր ենք ուզում շարժվել, բայց սա բավարար չի, որովհետև A կետից B կետը կարելի է շարժվել մի քանի ճանապարհներով։ Ենթադրենք, էլի որպեսզի նաև հանրությանը հասկանալի լինի, ասենք Երևանից Գյումրի կարելի է գնալ առնվազն մի քանի ճանապարհներով, մենք ասում ենք Երևանից ենթադրենք գնում ենք Գյումրի կամ Գյումրիից գալիս ենք Երևան։ Դա երթուղիները կարող են տարբեր լինել և հետևաբար այս տրամաբանությամբ դոկտրինը դրա մասին է, թե մենք ուր ենք գնում և ինչ ճանապարհով ենք գնում։ Եվ ըստ այդմ սրանով Հայաստանի Հանրապետությունը
նոր տնտեսական պարադիգմե ворթեգրում։ Փաստաթղթի մասին այս պարադիգմը ներկայացված է բավականին համառոտ։ Ինքը 42 էջանոց փաստաթուղթ է, բայց ես ուզում եմ ասել, որ մենք սա 100 քանի էջից ենք կրճատել, դարձրել 42 էջ, եւ ես կարծում եմ, որ սա նաև էլի թեմայի հետ ուղիղ կապ չունի, բայց հարակից շատ կարևոր մի բան եմ ուզում ասել։ Մենք ընդհանրապես մեր ռազմավարական փաստաթղթերին պետքա բավարար լրջությամբ վերաբերվենք այն առումով, որ իրանք պետքա լինեն մաքսիմալ համառոտ։ Որովհետև պետական պաշտոնյա եւ ընդհանրապես մարդու